Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվա Կոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ազդեցիկ կանանց շարքը շարունակվում է եւ ամենասիրուները, ամենազդեցիկները եւ շատ կարեւոր դեմքերը ինձ մոտ տաղավարում են մի ամբողջ ամիս։ Չնայած լավ կլիներ մինչեւ դեկտեմբերի 31 այդպես լիներ, բայց ինչեւ է։ Ամենայն դեպս ես շնորհավորում եմ նաեւ օրվա հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Երանի ամեն բանի ու ապրած օրերիս համար Փառքեզ Աստված բախտիս համար Թե ինձ մնա չեմ փոշմանի ու կապրեմ էլի ձեզ համար Օրերս անթիվան համար Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուներս ներկել են ձեր սիրով Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուներս ներկել եմ ձեր սիրով Մարդ եղել եմ, մարդ կմանամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Ես երջանիկն եմ աշխարհի Որ ամեն օր ամեն պահի Միշտ կողքիս են զավակներս Ձեզ հետ կյանքը կերկարի Ինձ նման հոգով ջահելի Ձեր սիրով լիքն է աշխարհս Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուններս ներկել եմ ձեր սիրով Ես ուժեղու հարուստ եմ ձեզանով Գարուններս ներկել եմ ձեր սիրով Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Մարդ եղել եմ, մարդ կմնամ Իմ կյանքի ողջ օրերում Թե ինչքան ապրեմ Բայց դե ապրածը երբեք չի գոռում Երջանիկ եմ ես Որ ունեմ էսպես լավ օրեր Երջանիկ եմ ես, որ ունեմ էսպես լավ օրեր
Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը Եվրոպա չկորցնելով ըստ ֆորմատի ես ներկայացնում եմ տեսանյութ, որը խորհրդանիշ է գեղեցիկի, համեստության եւ բացառիկ կադրերով։ Իսկ ասեմ, որ հերոսուին արդեն ինձ մոտ տաղավարում է ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Walked in the club, everything changed when I walked in the club. He was looking at me like, wow, the aura on my body, peace. When I walked in the club. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատերը լսեցին լուրջ ինքը ու այսպես շարունակ։ Բայց ես միանգամից ուզում եմ ասել շատ հեռուստադիտողների, հետևորդների, իմ ընկերների հարցի պատասխան։ Այսուհետ չասեք, որ տարիները իմ կողքով անցնում են, որովհետև իմ տարիները ես թողում եմ դրան հետևում։ Իսկ ես մեծագույն սիրով հյուրընկալել եմ Dr. Rossi Aesthetic Clinic-ի հիմնադիր տնօրեն Full Face Queen մականունը կրող ցմա Rossi Համբարյանին։ Ռոս ջան, ողջույն գեղեցկոյի։ Բոլորն ինձ ասում են, էլի դու ինքդ լավ գիտես։ Ցինջան 45+։ Ու դու տենց միշտ երիտասարդ, դե ասա, որ հոգին մաքուր է, այդ նորմալ է, արի բացատրի, որ ընկերուհիս է Ռոսին։ Բայց արի ասենք, որ всё-таки ես այդ կարծրատիպը կոտրեցի, հիշում եք, չէ՞, ձեր անցյալ հաղորդման ժամանակ, դու չէ, անհնար, բայց Ռոս, բայց 7 տարի քիչ չի էլի համոզելու համար։ Այո։ Ռոս, բայց մի որպես արդեն իմ, այսպես ասած, կոսմետոլոգը գեղեցկությունս ապահովող մարդ փաստիր եթերում, որ ես իմ դեմքին տենց ֆիլերապատ ոչինչ չունեմ, ինչ որ հատուկ վիտամիններ էր, որտեղ դա ինձ չի կարելի ամեն ինչ, բայց Ռոսին գտավ ոսկե միջինը։ Դե բնականաբար Ռոսին երբեք իր գաղտնիքները իցույց չի հանելու, բայց ամենակարևորը նշեմ, որ կատարել ենք հիմնականում Elixir Molodestie պրոցեդուրան, որը Հայաստանում ունեմ միայն ես, որովհետև կոնտրակտը կապել եմ Իտալիայում այդ կամպանիայի հետ ես, եւ միակ պրոցեդուրան է, որ իրականում չկա երկրորդը։ Այսքան տարիներ աշխատում եմ տարբեր այսպես պրեպարատներով, բայց նմանը չկա, շատ լավն է, որը որ մեր մաշկի տուրկրես պես տեսար ինչպես է ձգում, կարկասը պլոտնիացնում, կներեք մի քիչ այսպես ռուսերեն բառերից համար, բայց հա, այդպես։ Բայց եթե այդ ամբողջ տեղի անունը կոչվում է երիտասարդամիցին, իսկ թանկաճույք, հա? Ոչինչ։ Դա հիմա գեղեցկությունն էլ կանայք, առհասարակ կանայք պետք է միշտ իրենց գինը իմանան, չէ՞։ Էժան, ով է սիրում ինչ-որ մի բան, որ էժան լինի, սկսած հագուստից, կերակուրից։ Իսկ վատ չի լինում, որ տղամարդիկ էլ իմանան, որ դա էլ է բավականին թանկաճույք։ Այն որ գեղեցիկ կին եք տեսնում ու խնամված, ասում եք, լսի ինչ լավն է խնամված, տեսքը տեղը։ Դե բոլորը մեր գումարներով է լինում։ Պատկերացնում եք ձեր գումարներով է լինի, ուր կհասնի։ Ներողություն, անցանք բուն թեմային։ Ռոս, տարածքային ընկերուհիս փոխվել է, այսինքն դիրքը գնացել ենք ուրիշ տեղ։ Ուր ենք գնացել, Ռոս։ Այո, հիմա գտնվում եմ քաղաքի, սիրում եմ այդպես ասել, luxury փողոցի վրա։ Գտնվում է Պուշկին 36 հասցեում, Սիրելիս կաֆեի անմիջապես դիմացի մայթ։ Ու այնտեղից ամենասիրուն սթորիները առավոտ բարի լույսով տեսնում ենք միայն Ռոսի Instagram-յան էջում։ Եվ իմ ընկերներից շատերն ասում են, լսի որտեղից է գտնում այդ կանանց։ Դե արի բացատրի Ռոս, որ այդ կանայք են քեզ գտնում։ Ես հասկացա, որ աշխարհի տարբեր ծայրերից։ Իրականում ռыбака видит издалека, կա չէ, այդպես ասացվածք, սովորաբար ես էլ եմ այդպիսին, երբ որ ինչ-որ այցելում եմ, դա կլինի ցանկացած, ասենք, գեղեցկության միջավայր, հա, ես եմ չէ, որոշում ես եմ ընտրում մասնագետին, այս կյանքում էլ ամեն մի կին միշտ սիրում եմ ասել, որ ինքը իրեն գնահատում եւ հարգում է իր ընտրությունով, ու մոտ ես դու գնում, դա այդպես է։ Իմ շատ սիրելի դոկտոր Ռոզի մոտ, ասացի իր ոսկե թաթիկները ինձ էլ գտնի, էլի։
Մշտական գալիս եմ սիրելի մոտ, որտեղ ես շատ եմ սիրում Ռոստյան աշխատանքը եւ անչափ շնորհակալ եմ ամեն ինչի։ Серьезно просила о том, чтобы моя любимая, дорогая Рося наконец-то меня приняла, освежила мое лицо. Как вы уже поняли, постоянная моя процедура омоложения, так сказать, միշտ իմ արտաքինը վստահում եմ Հայաստանի ամենապահանջված, ամենաստիրուն, ամենաշքեղ, ամենահրաշք, ամենաբարի մասնագետին, իմ սորտի դոկտոր Ռոսի Լևոնովնային, պրոֆեսիոնալիզմի, իմ դեմքի խնամքը քեզ վստահելու համար եւ դրա համար ես հատուկ Եվրոպայից ամեն տարի գալիս եմ քեզ մոտ, քանի որ դու number 1 ես ամբողջ Երևանում, love you, je t'aime. Մոդեսի միջամտությունը Հայաստանում կարող եք ունենալ Ռոսիա էսթետիկ կենտրոնում, համեցեք աղջիկներ, եթե ցանկանում եք ձգմաշկի ձգվածություն, առանցքականություն, խորհուրդ եմ տալիս երբևիցե չմոռանալ առողջ մաշկի մասին։ I was down but now I'm up. Yeah. Ուի եկել այսօր ինձ որ ինձ համար շատ մեծ պատիվ է սիրելիս, ունենալ նման հարազատ արդեն անձնավորություն։ Ու ամենակարևորը հեռուստադիտողներին կարող եմ փաստել, որ իմ գեղեցիկը կրկնապատկվեց բացառապես full face queen Ռոսիի ձեռագրով։ Ռոսես, շնորհակալ եմ։ Ես պատրաստ եմ։ Ռոզ, բայց մեկ անձի ձեռագիրն է, էլի ասա, կարևոր, դու աշխատեցիր, հիմքը դրեցիր, դու էլ այն որ ասում պատասխանատու ես միջև խորոծերություն, թե ինչպիսին կլինի դեմքի յուրաքանչյուր միլիմետրը։ Դե արի ասա Հակոբովնային հիմա գնա ուրիշ տեղ։ Դե իմ ֆիշկան ինչումն է, որ բոլորն են ասում, ես չեմ ասում, որ պարտադիր ես սիրում եմ պահպանել կնոջ ինդիվիդուալությունը եւ այդպես ինձ մոտ շատ պարտադիր պայման է, որ ամեն ինչը չափի մեջ։ Մենք ուղակի կնոջ գեղեցկությունը ընդգծում ենք, այլ ոչ թե այդպես ինչ որ ավելորդ ֆիլերների միջոցով ել ավելի տգեղացնում, որը ցավոք այսօր քաղաքում տեսնում եք շատ աղջիկների նամանավանդ որ միգուցե ինչ որ մի ժամանակ կար, հա, այդ չափից շատ ավելի այսպես արտահայտիչ դիմագծերը, բայց արդեն տենդենսը այլ է։ Մենք գնում ենք դեպի ավելի այսպես նրբություն, ավելի այսպես կանացիություն, հա։ Այնպես որ Ռոզ, ես շահած եմ։ Բայց հիմա ոչինչ չեմ անելու, բավական է, այսինքն գոնե կա մի ստոպ, որ դու ինքդ չես թողում շարունակություն։ Այո, ինձ մոտ երբ որ պացիենտը գալիս է, նա չի ասում, դոկտոր ջան, սա կանեք, սա կավելացնեք եւ այլն։ Մտնելով ներս ասում է դոկտոր ջան, խնդրում եմ, տեսեք ինչ ունեք ավելացնելու, ավելացրեք, այսինքն դա ինչ է ասում, որ ինձ վաղուց այսպես վստահում են եւ գիտեն, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ իրենք ցանկանում են։ Բայց դու չես ժխտի, եթերում էլ կասես, կփաստես իմ խոսքերը, որ կան շատ կանայք, որոնք իսկապես, չգիտեմ ու մոտ են գնում, ներողություն եմ խնդրում, նեգատիվը չեմ ուզում տարածել, բայց լինում է, որ այլանդակված դեմքով գալիս են եւ փրկություն են խնդրում։ Ինչ ես անում այդ դեպքում, Ռոզ։ Շատ են լինում ցավոք սրտի եւ դա կլինի շարունակական, եթե ինչ որ դրա դեմ ինչ որ չպայքարեն, բայց բնականաբար միակ փրկությունը դա հականյութով չեզոքացնել եւ նորից սկսել զրոյից։ Ցավոք սրտի շատ դեպքերում այսպես հյուսվածքների վնասվածքներ, այո, հյուսվածքները վնասվում են եւ այլն, բայց ունենք այն ինչ ունենք, պետք է ամբողջությամբ չեզոքացնենք, նոր սկսենք սկզբից։ Ռոզ, քանի տարեկանից կարող են քո դուռը թակել։ 18 տարեկանից կարող են 18, այո, ոչ 14։ Չէ, 18 տարեկանից կարող են, բայց ես եթե ունենայի 18 տարեկան աղջիկ, դա բոլորին եմ միշտ ասում, ես հաստատ չէի թողնի, որ իմ աղջիկը ինչ-որ մի միջամտություն աներ։ Դե ուրեմն ես այդքան էլ վատ մամա չեմ, որ 29 տարեկանում իմ աղջկան թույլ տվեցի առաջի բոտոքսը ճակատին։ Այո։ Հույսով եմ կգնահատեք դա, մեծնինա ջան։ Շատ լավ, եւս մեկ հարց ու ինձ մոտ արդեն այն կանացի թեմաներն են, որ պետք է շոշափվեն։ Ես գիտեմ, որ նաեւ Ռոսին շատ ճամփորդում եմ։ Ես տեսել եմ, որ դու չես հագենում սովորելուց։
ուր ես եղել վերջին անգամ եւ քանի մրցանակ ես ավելացրել սենյակում։ Դե չգիտեմ կրկնվեմ թե չկրկնվեմ, արդեն գիտեք 23 թվականին ստացել եմ տարվա լավագույն բժիշկ տիտղոսը Մոսկվայում, 25 թվականին տարվա լավագույն հայուհի տիտղոսը, կրկին 25 թվականի վերջում տարվա լավագույն բիզնես լեդի տիտղոսը, դե շրջագայում եմ այո Եվրոպայում, թեպետ Ամերիկայում արդեն իմ պացիենտներ են, որ շատ են խնդրում դոկտոր, բոլոր տեղերը գնում եք, այսպես եկեք Ամերիկա, ուղղակի այնքան այսպես խիստ սուղ է իմ ժամանակը, որ ես չեմ կարողանում տրամադրել, քանի որ չափից շատ են ինձ մոտ պացիենտների քանակը, իմ գրանցումները այսպես 2 ամիս առաջ են։ Եվ ես ուղղակի չեմ կարողանում ժամանակ այսպես ավելի շատ, ավելի հաճախ մեկնեմ, բայց մեկնել եմ Եվրոպայի մասշտաբով, հիմնականում շատը Գերմանիայում եմ լինում, որտեղ այնտեղ կա կլինիկա, որտեղ այսպես սպիտակով աշխատում ենք, ես չեմ սիրում սևով աշխատանքներ կատարել։ Այո։ Իտալիայում, վերջերս Մոնակոյում, այդպես ասեմ նաև, որ այո, միջոցառումների շատ հաճախ եմ մասնակցում։ Վերջերս եղա Prime Expo-ի պաշտոնական հովանավորը, կարելի ասել հիանալի միջոցառում էր, կազմակերպել իմ գերուհի Սյուզաննան, ում շնորհիվ այսպես շատ ծանոթություններ տեղի ունեցան, փոքր եւ մեծ բիզնեսների ներկայացուցիչներ այսպես ներկայացան իրենց բիզնեսներով, մի խոսքով այնքան հաճելի է ցին, երբ որ Հայաստանում արդեն կազմակերպվում են նման միջոցառումներ եւ շատ ուրախալի է կոնկրետ ինձ համար, որովհետեւ դու գիտես ես բարիության մարմնացում եմ եւ սիրում եմ, որ բարին միշտ տարածվի, սիրում եմ, որ բոլորը այսպես իրար կամենան, ցանկանան, ինչու ոչ, այդ չարությունը թող ինչքան հնարավոր է մաքրվի եւ Սյուզաննան այդպես իր մյուս միջոցառումները, դե սպասելիք միջոցառում կա, իդեպ ես քեզ հրավիրելու եմ անպայման իմ կանանց գլավնի է տալում որպես, դու գիտես ես հիանում եմ քո թե գեղեցկությամբ, թե մարտեսակով, մի խոսքով շատ լավ միջոցառումներ են լինում, որոնց միջոցով լիքը ծանոթություններ, լիքը համագործակցություններ, այդպես։ Ապրում են էլի հոզորով չի, ապրում են։ Շատ լավ, մարտի 8-ը, ինչպես նշեց իմ ընկերուհին, բնականաբար, եթե չեք հետևում նրան, ասեմ, որ նա ծնողասեր աղջիկ է եւ կարող է իրան զոհաբերել, որպեսզի այդ օրը լավ անցնի պապայի ու մամայի համար։ Ես հասկացա, որ դու ծնողներիդ հետ ես նշել մարտի 8, հետո որ ասում դրանից հետո ես ոնց կուզեմ կնշեմ, էլի։ Եթե ինձ շատ են ասում դու քոնոնց կանչում ես ու սկսում ես գովաստել, ես ասում եմ, որ իրանք իմանաք իմը չեն։ Իրանք նաև ազգին են եւ հանրության են։ Բայց դուք փաստերով եք, բայց ես փաստերով եմ խոսում՝ ի տարբերություն ոմանց։ Եվ հիմա ես իսկապես պետք է ասեմ, որ եթե հետևում են քեզ քո էջին,
քո գործունեությանը, եթե տեսնեն ինչքան ճիշտ այն որ ասում եմ, տգեղ կին չկա, բայց կներեք կան վատ դիմագծերով կանայք։ Ես ռեալիստ եմ։ Բոլորին դարձնում ես գեղեցիկ, նաև քարոզում ես թե ոնց կարելի ուղակի սիրել ծնողին, հարգել այդ բոլորը մեկտեղ եւ ճիշտ կառուցողական լինել, ինչի համար ես քեզ շատ սիրում եմ։ Այս ուղակի իմ խոսքն է։ Շնորհակալ եմ շատ Զինա ջան, որ բարձրացրեցիր այս ոնց որ ծնողասիրության թեման, այո։ Այո, եւ դու եւ բոլորը ովքեր որ ինձ ճանաչում են, նաեւ չեն ճանաչում Instagram-յան էջով, այսպես հետևում եւ տեսնում են։ Ես միշտ այսպես ասում եմ, որ ինձ համար գոյություն ունի, մի քիչ հուզվում եմ հենց ծնողներից խոսում են, երկնային եւ երկրային աստվածներ։ Իմ ծնողները իմ երկրային աստվածներն են, առանց որի ես չեմ պատկերացնում ուղղակի իմ կյանքը եւ ինչքան էլ զբաղված լինեմ, դուք գիտես, 24/7 ես զբաղված եմ, ինչքան էլ ընկերություն, անձնական կյանք եւ այլն, ինձ համար պրիորիտետ է, չգիտեմ հայերեն ոնց կլինի, առաջնային իմ ծնողներն են։ Եվ ես ամեն ինչ եմ անում, որ իմ կյանքում իմ ծնողները իրենց կյանքի ամեն մի վայրկյանը ապրեն երջանիկ։ Ինչքան հնարավորություն որ ես ունեմ, ես ուզում եմ որ իրենք ամեն մի իրենց կյանքի վայրկյանը ապրեն իրենց երեխաներով, ապրեն երջանիկ եւ զգան կյանքի այս քաղցրությունը։ Ապրեսիմ աղջիկ։ Իսկ հիմա բացահայտենք ճաշակային կերուս։ Գնացինք։ Բլից հարցեր են, բայց դե կարող ես նաեւ մի քիչ մտածել։ Օրը սկսվում է առավոտյան ժամը 7-ին։ 7-ին։ Այո։ Դրա համար ժամը 9-ին մեյքափով ամեն ինչ պատրաստ կանգնած ես գործի տեղը։ Չկա տենց բան։ Մանավանդ երբ որ դու քարոզում ես, տեղ որտեղ կարելի առավոտյան ժամը 9-ին նախաճաշել ուղակի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, մի բան ավելացնեմ, վերջերս այսպես եկավ ականջիս հասա, որ ասում են ամեն օր պճնված գնում է ինչ-որ գործի, գիտեք, եթե կինը ինքը արդեն այսպես կին է, ես կին հասկանում եմ իմ մայրիկից սկսած նախ, որտեվ ես մանկուց տեսել եմ իմ մորը այսպես միշտ էլեգանտ, պճնված, հա, խնամված եւ այլն, ապա եթե դու տանից արդեն դուրս ես գալիս, առաջինը նախ դու պետք է քեզ դուր գաս, երկրորդը շրջապատող մարդիկ պետք է քեզ միշտ տեսնեն հիանալի այսպես տարբերակում։ Ինձ համար մի քիչ աբսուրդային էր։ Առավոտյան երբ ժամը 7-ը գալիս է, երբ գնան շատերը նաև մեր տուն մամայից տեսնեն, դա իր քարոզն է միշտ լինում։ Ինքը այդ իր հիգիենիկ վիճակներից հետո անպայման փոքրիկ տենց պուդրացված է եւ կարմիր շրթներքը ու նոր անցնում է գործի։ Ու ես պաշտում եմ այն րոպեներ, որ նույն բանը կրկնվում է երեկոյան ժամը 6-7-ից հետո, երբ որ տան գործերը ավարտում է, նորից կարմիր շրթներք եւ նստում է ֆիլմ նայելու։ Այսինքն դու ինչ տեսնում ես, այն էլ սովորում ես։ Շատ լավ։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Երեկոյան թեյ։ Կա մի ուտեստ, որ ինքդ պատրաստում ես շատ համեղ ու քո նախընտրածն է։ Իրականում էլի շատերը չեն հավատում, որ Ռոսին կարող է այսպես համեղ ուտեստներ պատրաստել, բայց շատ համով ձեռքեր ունեմ, այսպես ասեմ, եւ պատրաստում եմ ամեն ինչ։ Սիրում եմ շատ վրացական խոհանոցը, հայկական խոհանոցը, իտալական խոհանոցը, ամեն ինչ շատ համեղ ստացվում է ինձ մոտ։ Այդպես յուրահատուկ, որ ասեմ, կարմիր գոտի ունեմ, դա դոլման է, բորշը, եւ ինչը, որ այդպես շատ ձուկը լրիվ ուրիշ յուրահատուկ։ Լսեցիք։ Այո։ Շատ լավ։ Սեզոնային թրենդներ, դու ընդհանրապես հետևում ես այդ վիճակներին, հիմա ինչն է մոդա, դա կրեմ, թե դու քո ճաշակը, քո թելադրանքը։ Չէ, պարտադիր իհարկե հետևողական եմ թրենդերին, բայց ես չեմ սիրում մի բան, եթե բոլորը սկսում են հագնել։ Հա։ Կրկնություն, շաբլոն, այո, չգիտեմ, fake եւ ոչ fake, որակով եւ անորակ, բայց ամբողջությամբ ինչ-որ սկսում են նույն բանը հագնել, դա իմը չէ։ Ես սիրում եմ ամեն ինչում այսպես, չգիտեմ, տարբերվել։ Այդ լավ բան է։ Քո կարծիքով ինչի կարիք ունի այսօր հայկինը։ Ոյ, հայկինը փաղաքշանքի, ուշադրության, դա կլինի իր տղամարդու կողմից, ընտանիքի անդամների, երեխաների կողմից,
քանի որ Հայկինը միշտ է եղել տանջված, Այո։ ես շատ այսպես կամենում եմ, որ ուղղակի մեծ ուշադրություն դարձնեն իրենց մամաներին, չգիտեմ, քուրերին, հայ կանանց։ Ուշադրության խնդիրը ամենակարևորը։ Ինչից է վախենում Ռոսին։ Ես սովորաբար իմ կյանքում ոչինչից չեմ վախենում։ Իրականում, եթե այսպես ասոցացնենք վախ Աստծո նկատմամբ, դա էլ ճիշտ չի, որտեղ Աստված իմ հայրն է եւ ես իրեն հարգում եմ, ուղղակի ազդվում եմ, թե չէ որպես այդպեսին, որ ասեմ, ինչ որ մեկից կամ ինչից վախենում եմ, չէ։ Ինչի մասին չես բարձրաձայնի։ Չեմ բարձրաձայնի, ինչ չեմ բարձրաձայնի, երևի երազանքների մասին։ Շատ լավ։ Իսկ ինչի երբեք չես ների։ Դավաճանությունը միանշանակ։ Դա կլինի դավաճանություն հայրենիքի հանդեպ, Դավաճան թեման։ այո, դավաճան թեման, սիրո հետ կապված, առհասարակ ընկերության, Կնոջ եւ առաջի չեմ ներում կետը։ երբեք, գիտեք, չէ, բացարձակապես։ Ներողամիտ չես։ Ընդհանրապես միանգամից այրում եմ կամուրջ։ Հասկացաք ինչի է մեր ընկերությունը երկար տևում։ Ինչը կարող է հունից հանել։ Անտակտությունը, ահավոր շատ, անտակտությունը, գռեհիկությունը, անդաստիրակությունը, նմանատիպ հատկանիշներ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում, Ոսկի թե արծաթ։ միանշանակ ոսկի, Միանշանակ։ Սեր թե փող։ սեր։ Չէ, Հավատում։ սեր, մի շարունակի Հալա։ սեր։ Հավատում եմ անկերուից Փողը սիրուն։ միշտ կա։ Հա։ Այդ միանշանակ ասում են բոլոր այն կանայք, ովքեր որ արդեն ինչ որ չափով ասма կինընկնավստահ է լինում այն ժամանակ ոչ թե որ տղամարդու կողքն է, այլ որ նագլին ունի աշխատանք եւ շատ փող։ Ներողություն է դա ասոցացված ուղակի։ Որ ծաղկին ես նմանեցնում քեզ։ Բարդ։ Հա ինչին, Ռոս։ Դե, Տենց, հա։ անունս էլ հենց ասոցացված է ինքն իրենով։ Շատ լավ։ Կյանքի հերոս ունես։ Կյանքի հերոս, գիտես, այսպես ասեմ, իմ հայրը իմ կյանքում իմ ավտորիտետն է, այսպես ասեմ։ Կրկին երևի հայերեն չեմ օգտագործում Բայց դե հասկանալի է, ինչ է։ բայց այլ կերպ չեմ կարող արտահայտվել հայրս։ Շփվում ես Աստծո հետ։ Միշտ Ոնց։ լույսը բացվում է, աչքերս բացվեցին։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ Տիրոջը, որ այսօր եւս աչքերս բացվեց, շնչեցի ես մեր օդը, ապրում եմ, բնականաբար արդեն գնում եմ համբուրում եմ իմ ծնողներին, բարի լույս եմ ասում, դրա համար եմ շնորհակալ, որ մինչև այսօր ես իրենց հետ այսպես ամեն օրը սկսում եմ։ Դե բնականաբար քնելուց կրկին շնորհակալ եմ Աստծուն, որ ապրեցի եւս մեկ օր։ Հետո գիտես, Ցինջան, ուզում եմ ես էլ այսպես մեջբերում անեմ, ծննդյան օրերի հետ կապված, օրինական չէ, երկու տեսակի մարդիկ, որ մարդկա սիրում է իր ծնունդը, այսպես ճող բան, հա։ Հանցկացնում է, մյուս մարդը այսպես անգամ տխուր, հեռախոսն է անջատում եւ այլն։ Ես միշտ զարմանում եմ իրականում ոնց կարելի է մարդը չսիրի իր ծննդյան օրը։ Ռոս, բացի ոսկուց ես գիտեմ, որ դու նաև ինչ որ լավ տաղեր ես գնում, նաև բավականին լուրջ բիժուտերիա ես գրում։ Այո։ Մենք ունենք շատ հաճելի գործընկեր։ Էլիզա Էմի Քուինս խանութսրահի ընկերներին են եւ մի գաղտնիք բացեմ, գրեթե բոլոր իմ հյուրերին եմ ասում, երբ որ ես ասում օրինակ իմ հյուրը լինելու է Ռոսի համբարը, նրանք անմիջապես ներխուժում են ձեր էջ եւ ինչ որ չափով սկսում են տնտղել, թե ինչ որակ ինչ ձև եք սիրում։ Ուղղակի այստեղ բացառապես բրենդային բիժուտերիան է խանութում եւ նրանք հատուկ քեզ համար նախապատրաստել են նվեր։ Ինչ հաճելի է։ Հույսով եմ դու կընդունես նվերը իմ ընկերների կողմից եւ նաեւ ինչու ոչ, եթե դժվար չի կարող մենք էլ տեսնենք։ Շատ շնորհակալ եմ, իրականում ես սիրում եմ նվերը ստանալուց հենց անմիջապես այսպես հանել նայել։ Շատ շնորհակալ եմ, Էլիզա Էմի Քուինս, վաու։ Ինչ սիրուն է։ Հավանեց իմ ընկերուին փաստորեն։ Իրականում շատ։ Ես այսպես հազվադեպ բիժուներ եմ կրում, անկեղծ եմ ասում, որտեղ իմ մոտ ամեն ինչ ոսկի է, ուղղակի շատ եմ սիրում, բայց հիանալի է ու հիմա ես իրեն կկրեմ, որովհետև տեսեք իմ շորի հետ ինչ համահունչ է։ Չացավ, ճաշակ ունենք փաստորեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք նաեւ քեզ։ Ռոս, քոնն է էլ տեսախցիկը կանանց շնորհավորիր։
Շնորհավորում եմ բոլորի միամսյակը եւ իրականում ցանկանում եմ, որ բոլոր կանայք միշտ լինեն օրհնված Աստծո կողմից, ապրեն առողջ եւ հարուստ։ Սիրեք միմյանց։ Ապրի իմ ընկերուհին։ Իսկ ես էլ շնորհակալ եմ քեզ։ Ես միշտ տարին 12 ամիս եմ աղթում քեզ այդ ամենը միշտ ասում եմ, ինչ իմ աղջկան, այն էլ քեզ դա կարևոր երևույթ է, եւ ես վստահ շատերի կողմից կարող եմ շնորհակալ լինել քեզ, որովհետեւ եթե ես 7 տարի շարունակ մտածում եմ, թե ինչպես կարելի է գնալ ուղակի նաև առանց ցավազրկման, որը դա իմ համար абսուրդ էր, էլի, որ այնտեղ ես տեսնում էի ստանալ ինչ-որ հատուկ պրոցեդուրա, իմ երիտասարդացումը ապահովում է իմ ընկերուհին, ասա, որ դեռ լավ եմ, չէ՞։ Ձին, դու ոնց ասեմ, միշտ ես լավ, դու ամեն է, որ ասում եմ, դու ամեն տարիների գեղեցկուհին ես, ես դա միշտ եմ ասել եւ ասում, եւ ուզում եմ առիթից իհարկե օգտվել շնորհակալությունս հայտնել քեզ, Ձին ջան, քո տաղավարը միշտ է յուրօրինակ եւ տարբերվող, եւ քո հաղորդաշարերը մեկը մյուսից իդեալական, ընկերուհիս չի ես, որ այսպես ուզում եմ գովաբանել, պարզապես այն հանգստությունը, այն գեղեցիկ աուրան, որ ես ստանում եմ քո տաղավարում միշտ, այդ լրիվ յուրօրինակ է, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ հետևում են, վայելում են, մեկնաբանում են, ինչու ոչ նաև պահանջում են, դեռ ազդեցիկ կանած շարքը շարունակել է։ Մինչև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերուհիներ եւ իհարկե ձեր Ձինի Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ընձեզ։ Սիրտը իմ վաղուց գիտեր, որ ես հանդիպելու եմ մի օր հենց քեզ ու գտել են մեր սրտերն իրար, որ զարկեն նրանք արդեն միայն իրար համար, ես ու դու ունենք մի աշխարհ, չթողնես իմ ձեռքը ուր գնաս ինձ հետը տար, դե ասա ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, զգում էր սիրտը իմ, որ մոտ ես դու, որ հոգին եմ քո ճանաչելու, այնքան հարազատ հայացք կարից, որ ստիպում էր քեզ կանչել ինձ մոտ նորից, իմ հավերժությունն ես դու դարձել, ես պատրաստ եմ կյանքը իմ հիմա քեզ հետ անցնել, դե ասա ինձ ասա, որ մենք ամբողջ մի կյանք իրար կողքի պիտի ապրենք, ինձ ու քեզ կյանքն ուրել տանի, սրտերը մեր էլ չի բաժանի, դե ասա ինձ ասա, որ մենք